Վիզիտոր պատեռն, առաջինը, ասենք, որ սա գործողության պատեռն է, ինչպես ասենք, ստրատեգի պատեռնը, թեմպլեյթ պատեռնը եւ այլն։ Վիզիտոր բառը մեզ ինչ-որ բան կհուշի, ճիշտն ասած, ոնց որ այցելել, ինչ-որ մի բան կատարել կամ պահանջել եւ այլն։ Հիմա գոֆի սահմանումն էլ կա, ճիշտն ասած, պլյուս մենք փորձենք իրեն նախնական սահմանել, նույնիսկ կարդալով գուցե։ Ուրեմն բանից պարզում է, կարող են կլասներ լինել, տարբեր կլասներ լինեն, ուրեմն այդ կլասները կարելի է մի կլասից մյուսը անցնել, այցելել, եւ դա վիզիտ կհամարենք, անգլերեն բառակամա ոնց կարելի ասել, եւ համապատասխան օպերացիաներ կատարել։ Վիզիթերը, եթե բնական տեսակետից նայենք, կամ էլ շուտ անցնենք գծագրին եւ ասենք կլասների խումբ են ու այս կլասների խումբ, class group։ Ինչ է ասում վիզիտորը։ Ասում է այս կլասների խմբից խումբ պետք է անվանենք, վիզիտ ենք կատարում այս մասը, որոշ օպերացիաներ ենք կատարում խմբակային, անխումբ, գուցե կավելացնենք եւ այդ առաքելությունը կվերջացնենք։ Վիզիտոր պատեռնի վիզիտ բառի փոքր կամ ավելի շուտ մի քիչ մանրացրած, բայց անալոգիա վերցնենք, ենթադրենք այս կլասները եվրոպական կլասներ են եւ ասենք Ֆրանսիան վիզիտ է կատարում Հայաստան սահմանազտման հսկումները կատարելու, նայելու եւ ինչ-որ բան ավելացնելու։ Ինչ է նշանակում։ Կարող է եւ ասենք USA-ը գա, էլի նույն ձևի, սա կլինի վիզիտ 2, էլի Հայաստան գա եւ նոր բաներ մտցնի, նոր օպերացիաներ մտցնի կամ նոր տեսակետով, ասենք Ֆրանսիան ենթադրենք չափումները կատարում է մետրերով, ինքը գալիս է նույն չափումները կատարում է GPS-ով։ Ինչ կարող է նաև լինել, որ այս կլասները, որ Արմենիա, կարող ասենք հարևան երկրների հետ էլ այդպիսի գործողություն անեն, ուրեմն իմ վիզիտորը բանից պարզում է։ Իրավունք ունի նաև, ասենք ֆրանսիական վիզիտորները գան հարևան երկրի հետ աշխատանք կատարեն, ինչպես նաև, ասենք, այս մի վիզիտորները։ Ստացվեց կլաս խումբ, որը որ ինչ-որ մի գույնով հիմա կներկայացնեմ, այս կլաս խումբը այս կլաս խմբի հետ վիզիտ է կատարում որոշ օպերացիաներ անցկացնելու համար։ Սա բնական ինչ-որ մի վիզիտոր բառը բացատրեցի։ Ինչ է կատարվում։ Ուրեմն առաջինը երկու տեսակ անցում կա վիզիտորի։ Առաջինը, որ ասեցի կատարել համապատասխան օպերացիաներ, երկրորդ ավելի հետաքրքիր է։ Նոր օպերացիաներ ավելացնել այդ կլասների մեջ, չփոփոխելով կլասի կառույցը։ Սա ավելի հետաքրքիր, ավելի լուրջ տեխնոլոգիա է, այսինքն եթե ես ստեղից վիզիտ եմ կատարում այստեղ, օպերացիաներ եմ կատարում, նաև թույլատրվում է այստեղ որոշ փոփոխություն անել, էլի վիզիտ անել։ Այսինքն մենք այդպիսի բան անցել ենք C#.net-ից, C#.op-ից, extension method, update-ներ, դրա մասին դեռ կխոսենք, այսինքն սա կստացվի update։ Update կլինի, այսինքն լավացնել իր տեխնոլոգիայով, այսքանը տեսական։ Հիմա մենք փորձենք UML-ի միջոցով հասկանալ եւ ծրագրի հետ համապատասխանացնել։ Դժվար դասերից է, հեշտ չի բացատրվում, առավել եւս հեշտ չի ընկալվում, բայց եւ այնպես փորձենք գնալ առաջ։ Ուրեմն ունենք այնպես UML-ի ահավոր կամ ահագին տեսանելի դեմը color-ները մի վարքյան վերցնեմ սենց, եւ այլն։ Տեսեք, ինչից է կախված։ Դու միշտ պայմանավորվել են գոյություն ունի կլիենտ։ Main-ը տեղավորում ենք այդտեղ, ծրագրի մուտքն է, շատ ենք խոսացել, ոչինչ չենք ասում այդտեղ։ Ինձ մոտ այս կլիենտը շատ երկար կամ շատ տարբեր սլակներով կապեր ունի, վիզիտոր պատեռնի մեկ հատ խումբը համարենք սա, այս խումբը,
Անուն դրենք էլեմենտ, այս սա մեր Հայաստանն է, որտեղ պետքա այցելել այլ երկրից գործողություն կատարելու համար։ Նույնիսկ հնարավոր է Հայաստանի մասերում փոփոխություն անել ամբողջ Հայաստանի օրենքը չփոխելով։ Շատ լավ։ Մյուս խումբը, որը որ կարելի է նաև մի այլ ձևով ներկայացնել, այս խումբն է։ Մոտավորապես այս եռանկյունը։ Սեղան ստացվեց։ Այս խումբի անունը կդնենք visitor։ Ուրեմն ստացվեց, որ այս visitor բառը, որը ես արդեն սևացրեցի կամ ինչ-որ բան արեցի, եւ սա էլեմենտը մեր կառույցի երկու գլխավոր բաղկացուցիչներն են։ Անպայման ջնջել։ Ինչ ստացվեց։ Որ եթե ես պայմանավորվեցինք, որ մի խումբը visitor-ն է, մի խումբը էլեմենտն է, visitor-ը այց կկատարի այդ էլեմենտների մեջ, օպերացիաներ կկատարի եւ կհեռանա, կմնա, կարևոր չի։ Մի խումբ խնդիրը դա էր, մյուսը նույնիսկ visitor-ի միջոցով մենք իրավունք ենք ստանում այստեղ բան փոխել, ամբողջին ձեռք չտալով, ամբողջ կառույցին ոչինչ, ամբողջ կառույցի, ասենք եթե ծրագրավորման տեսակետից ասեմ, ամբողջ կառույցը չթարգմանել նորից։ Մենք ունենք նաև մի հետաքրքիր մաս, այս մասը, սա կոչվում է object structure, structure։ Ահա այս եռյակը մենք պետք է ուսումնասիրենք։ Կլիենտը object structure-ի միջոցով ինքը եւ էլեմենտին ունի անցում եւ ինձ մոտ ծրագրում դա երևում է, ուրեմն եւ էլեմենտին ունի անցում, տեսնենք ինչով կարելի է, այս կանանչն է, որը ես հիմա ցույց կտամ, color-ս փոխեմ կամ չփոխեմ, ոչինչ չի նշանակում դա, ահա։ Ստացվում է, որ իմ այս էլեմենտը, ուրեմն այս կլիենտը object structure-ի միջոցով կարող է եւ visitor-ին ունենալ անցում, եւ դա կոչվում է երկրորդ ճանապարհ, այսա։ Եվ որի միջոցով էլի գալիս է Հայաստան։ Տեսեք, այսենց գալիս է այստեղ, այստեղից այստեղ, էլի գալիս է էլեմենտի վրա աշխատում։ Մեր visitor-ը նաև ունի ուղղակի կապ, այսենց, էլի Հայաստան։ Սա կոչվում է dual կամ dual dispatch, երկու ճանապարհներով նույն էլեմենտին անհանգստացնել, երկու ճանապարհներով object-oriented տեսակետից աշխատել իր հետ։ Այս երկու ճանապարհների տեխնոլոգիան մեզ հուշում է կամ ասում է, որ ինքը ոչ միայն բարդ է, այլ տեխնոլոգիա է կիրառվում։ Այսպիսով dispatch ունենք, dual dispatch-ը մեզ մոտ նստված է այստեղ, object structure-ան dual dispatch-ով է, object structure-ան աշխատում եւ ինքը dual dispatch-ով աշխատում է իմ օբյեկտի հետ։ Շատ լավ, հիմա մենք գիտեք ինչ անենք, եկեք այսպես փորձենք, այս դեղիները փորձեմ հանել, փորձենք սլակները հանենք, որ մեզ չխանգարի էլի, շատ լավ, այսպես, 1-2 dual dispatch-ներն են։ Հիմա մենք հետևյալ տեխնոլոգիան ընտրենք, սկսենք էլեմենտից, կոդին նայելով գնանք, նայում ենք կոդին, փորձում ենք հասկանալ, էլեմենտի մեջ ինչ կա, նայում ենք, որ էլեմենտի մեջ կա հետևյալ բաղկացուցիչները, abstract class էլեմենտ եւ շատ կարևոր մեր կառույցում abstract մեթոդ։ Եվ իր անունը, այս abstract մեթոդի կոչում է accept, սա գոֆն է մեզ տվել, այստեղից այսքանը առանձնացնենք, ավելին ասենք, ինքը պարամետր կունենա visitor-ի, այս visitor class-ի կամ այս խմբի, կամ այս օբյեկտի հղում կամ օբյեկտ, այս երկուսը առաջնային է, սա տեսականացված OML է կոչվում, շատ լավ, ուրեմն էլեմենտը դա Հայաստանն է, abstract class-ը նշանակում է բազային ցուցիչով կդիմի, սա էլեմենտ ան Արմենիան է, էլեմենտ B-ն ասենք ենթադրենք, բյողիչ կա, Բրիտանիան է, փորձենք, ստացվում է, որ
այս էլեմենտ abstract կլասով մենք ունենք եւ Հայաստանի վրա աշխատանք եւ այստեղ։ Մենք միայն մի տարբերակը կվերցնենք, այսինքն մենք մի երկրի հետ կաշխատենք կամ մի A-կլասի հետ կաշխատենք, մյուսը կթողնենք ավելի բարդ խնդիրների համար։ Այսպիսով, եթե առանձնացնեմ, մեր էլեմենտ բազային կլասը աշխատանք ունի կոնկրետ էլեմենտ Armenia-ի հետ, ենթադրենք I հետ, եւ բարձր, եթե accept abstract մեթոդա եւ պարամետրում վիզիտորա խառը ձևով դեռ չենք հասկանում, ինքը այստեղ accept-ը անպայման պետք է իրականացնի։ Սա կոչվում է բազային ցուցիչով աշխատանք, ինտերֆեյս տեխնոլոգիա, բազային ցուցիչով էլեմենտի հետ աշխատելը մեզ համար առաջնային տեղերից մեկն է։ Շատ լավ։ Մենք հասկացանք, որ երկու խումբ կլասներից մեկը հասկացանք, մի կլաս, որտեղ պետքա ինչ-որ բան փոխել, առավել եւս, ինչ-որ միտեղից գալ կլիենտը, ինչ-որ միտեղից գա, վիզիտ անի այս էլեմենտ, բան նայի կամ բան փոխի։ Վիզիտին կողք թողնենք։ Երկրորդ խումբ էլեմենտների մասին հիմա էլի կբացատրեմ։ Երկրորդ խումբ էլեմենտ անում դնենք վիզիտոր։ Այս վիզիտորը էլի abstract կլաս ունի, ինքը ունի արդեն թեք գույնով, տեսեք, abstract մեթոդներ, visit էլեմենտ այս էլեմենտների մեջ, որոնք պետքա կատարեն։ Այսինքն սա contract programming-ը, այս մեկը մոռանանք, հենց որպեսզի մեզ շատ չխանգարի, մեկի վրա կենտրոնանանք, ուրեմն ստացվում է, որ ենթադրենք ինչ որ Ֆրանսիան վիզիտ է կատարում այս կլասի օբյեկտի միջոցով, այս կլասին, որպեսզի այցելություն լինի, օպերացիաներ կիրառել, առավել եւս կարա նոր օպերացիաներ ավելացնել, այս կլասին շատ ձեռք չտալով, այս է իմաստը։ Նոր օպերացիաներ կիրառել, այս կլասին շատ ձեռք չտալով։ Մենք C#.NET-ից անցել ենք, կամ OOP մասում ենք իր անցել, կոչվում է extension։ Extension մեթոդները update-ի համար են եւ մենք այդպիսի միտք անցել ենք, որ որևէ կլասին ամբողջությամբ չթարգմանելու, բայց նրա օպերացիաները, մեթոդները, գործողությունները պետք է ավելացնել, այդպիսի բան զուգահեռներ ենք տանում անպայման։ Եթե մենք զուգահեռները չտանենք, մեր դասավանդումը չի համարվի այդ ձևի լրացված, ինչպես որ մենք կառույցը տվել ենք։ Վաճառ հետևանքային, մտքային կատեգորիալ մոտեցում։ Ինչևիցե, ոնց որ երկու մեծ խումբը կատարեցինք, հասկացանք, abstract class, contract programming, abstract մեթոդներ, մեկը պարամետրա ցույց տալիս էստեղ, չմոռանալ, սա ունի էլեմենտի պարամետր, իսկ էլեմենտը ունի վիզիտորի պարամետր, փոխմիարժեք իրար հետ կապված են։ Այս էլեմենտից սրա հետ աշխատանքա սիրում կատարել, այստեղից սրա հետ սիրում աշխատալ, dual dispatch կստացվի հիմա։ Սա ծրագրավորման դիզայն պատերների անուններից մեկն է։ Dispatch, չմոռանանք, որ այսպես լավ բան ունենք, այս dispatch, dual dispatch-ա կոչվում, երկու ճանապարհով նույն էլեմենտի վրա աշխատանք։ Հեշտ դաշտ չի, ես ասեմ, ինձ համար գոնե հեշտ չի, առավել եւս, եթե դուք դառնում եք այս դասի ժամանակ էլեմենտ, ես վիզիտորն եմ, այցելում եմ իմ ուսանողներին կամ իմ լսարանին, ապա իմ լսարանը դառնում է էլեմենտ, ես կարող եմ արդյոք ամեն ինչ տալ ձեզ օպերացիա կատարելով, գնանք առաջ։ Մտնենք մի կառույց, շատ հետաքրքիր կառույց է, սա տեխնոլոգիա, բայց մոռացա ասեմ, որ ես ծրագրում պետք է նայեմ դեռ։ Մի վարքյան, ահա։ Այդ ծրագրում, եթե մենք այս ծրագրում փորձենք տեսնել, սխալ ասեցի, այստեղ, ուրեմն ստացվեց, որ ունեմ abstract class, վիզիտոր, պայմանավորվեցինք արդեն, ինքը ունի երկու հատ կոնտրակտներ, կոնտրակտների մեջ ստիպում է էլեմենտի օբյեկտ, սա Հայաստանն է, վիզիտորներից մեկը, սա ընդհանուր վիզիտորն է, երկրագունդ վիզիտորն է, որտեղ կոնկրետ վիզիտորը Ֆրանսիան է։ Ահա։ Ինքը վիզիտ պետք է կատարի, Արմենիա։ Հենց վերցնենք։ Ինչ է ասում։ Այս վիզիտորը override ունի, քանի որ ստեղ abstract է, ստեղ անպայման override է։ Եվ ասում է Հայաստանում, տեսեք, այս Հայաստանի էլեմենտով օպերացիաներ կատարել։ Ահա, դեսակարը մի խումբ օպերացիա լինի։ Ուրեմն այս մարդը Հայաստանի պայմաններով, Հայաստանի օբյեկտով, ինքնաթիռով թռած այս օպերացիաները կատարում, այսա կլինի այդ օպերացիաներ։
Ջնջենք, որպեսզի շատ չխանգարի։ Վիզիտորի խնդիրը լուծվեց, մոդելն ենք աշխատացնում, բայց այսօր ուրիշ ճար չկա, մենք մոդելը կաշխատացնենք զուգահեռաբար OML նայելով, OML-ից անցնում ստեղ։ Հիմա ես նայել էի, դա էլեմենտը նորից եկեք փորձենք կամ հասկանանք մի ուրիշ գույնով։ Էլեմենտը դա սովորական մեր Հայաստանն է, էլեմենտ կառույցով, սա գաղափարը, abstraction է, էլեմենտ abstract կլասը գոյություն երկիր չի ինքը ոնց որ չգիտեմ ինչ միություն է, ոնց կարելի է ասել, բայց ստեղ էլ մենք ասեցինք, որ մի ուրիշ abstract բան, կոնտրակտիկ իրականացում կա, override-ը տեսնում ենք, կանանչով անենք, override-ը տեսնում ենք, accept-ը այստեղ կա, պարտավոր ենք կատարել։ Եթե չեք մոռացել, ասել եմ, կատարման ժամանակ վիզիտորի հետ կապ կա, այսինքն ինքը պարամետրով խնդիր ունի վիզիտորի հետ, կապի միջոց է, կարճ ասած, այս կլասը վիզիտորի հետ է կատարում, սենց պարամետրով վիզիտոր արդեն տեսանք, իմ այդ կլասի հետ ունի կապ, այսինքն մենք պարամետրային կապի մեջ ենք։ Ու էլի ինչ որ գործողություն է կատարում, այսինքն վերցնում է վիզիտորի օրենքներով Ֆրանսիայի կամ ընդունված օրենքներով վն վերցնում է եւ վիզիտ Արմենիայում կատարում է, ասենք, չափագրում։ Կատարումը սահմանազատում, ենթադրենք դրոններով, Ամերիկան է կգա լազերներով կսահմանազատի։ Այսինքն երկու տարբերակն էլ կա, առավել եւս մի ուրիշ երկիր էլ կգա, ստեղ կավելացնի, ենթադրենք նոր բան, պատկ շարի, որը արդեն Հայաստանին չի կպնի, Հայաստանից ոչինչ չի ուզի, Հայաստանից քար չի վերցնի կամ չգիտեմ ինչ, կամ Հայաստանի բյուջեին չի կպնի, բայց մեծ, ասենք, Պարիսպ կսարքի, ասենք, չինական Պարիսպի նման կստառնա հայկական Պարիսպ։ Այդքանը կապը մոդելի, կապը տեսականի եւ կապը անալոգիայի, ես փորձում եմ դες երկրներով ներկայացնել։ Հիմա մենք երկուսը ոնց որ լավ հասկացել ենք, դիսպաչը չենք մոռացել, բայց մեզ ամենակարևորն է մնացել, որը ես հենց այստեղ մի քիչ առաջ նշեցի, եթե սենց սիրուն բան ենք արել, ապա եկեք աչքերն էլ դրնենք, չմոռանանք։ Հիմա այս object ստրուկտուրան ինչ կառույց ունի, հա որ դրեցինք նկարչությամբ զբաղվեցինք, ում է պետ մեջ էլեմենտներն է մեզ հետաքրքիր։ Մեջ էլեմենտների տեսակետից մենք փորձենք հիմա հասկանալ, ինքը ունի շատ կարևոր ատրիբուտ մաս։ Այս կազմակերպման համար object ստրուկտուրան հատուկ միջոց է dual dispatch-ը պահելու համար։ Եթե դուք այց եք կատարում վիզիտորով այս երկրների վրա, չգիտեք քանի երկիր է, դուք պետքա collection ունենաք, array ունենաք, մեզ մոտ լիստով է։ Այսինքն կոլեկցիա պետք է լինի, որ կոլեկցիայի էլեմենտը 10 հերթով կատարի։ Այսինքն օպերացիաների խումբ ենք կատարում, հիմա չափել, նշել եւ այլն, գծա մի 100 հատ օպերացիա կարա լինի Հայաստանում, ասենք սահմանային չափագրման համար, ունի օրենքի համաձայն գուցե։ Ստացվեց, որ մենք անպայման խնդիրը լուծելու իրականացնելու համար ուրիշ ձև չի էլ հասկացվում, անպայման պետք է ունենանք array, collection, այսինքն սա որպես տվյալ, որպես ատրիբուտ, եթե մեզ մոտ է նշված։ Սա էլ հասկացանք, մենք գծագիրն ենք հասկանում, եկեք միանգամից գնանք այնտեղ, որտեղ որ այդ կա։ Առաջինը, մեր object ստրուկտուրան ոչ մի abstraction չունի, ոչ մի abstract class չունի, բայց ունի այն, ինչ որ մի քիչ առաջ ասացի, ունի այդ data part, տվյալների մաս, չմոռանանք object oriented տերմին է սա, տվյալների մաս array list, սա կոմպոզիցիա մաքուր composition-ը, composition, որը object oriented analysis design-ում շատ լուրջ տեղագրավոր։ Ջնջենք, որ մեզ չխանգարի։ Ահա ստացվեց մենք ատրիբուտ մաս ունենք, այստեղ կա 3 մաս։ Եկեք ստեղից հիմա վազենք այնտեղ, այնքանով որ այստեղ ենք գտնվում։ Ինքը կարա նոր էլեմենտ ավելացնի, ոչ մի խնդիր։ Ինքը կարի նոր էլեմենտ ջնջի։ Օպերացիաների մեջ մեր վիզիտորը կարա այստեղ մի քանի օպերացիա դուրը չգա 100-ից 80-ը կիրառի մեր Հայաստանի համար սահանի եւ ամենակարևորը այս սա է մեր գաղտնիքը accept անունով բանը մյուս տեղերում accept-ը մեծատառով են գրում, բայց այս accept-ը ոչ մի կապ չունի վիզիտորի accept-ի հետ անունը։ Այսա, տեսեք, այս accept-ը design pattern-ում մի քիչ լավ չի նշված, անպայման ուղուն կատարենք։ Այս accept-ը բանա
abstract կլասա, եւ այս accept-ը ոչ մի կապ չունի սրա հետ, անոնն ա բռնում։ Դրա համար ես փոքրատառով եմ արել։ Այսինքն ստացվեց, որ մենք այսքանից add-ը արեցինք, ընդհանրենք, delete-ը, remove արեցինք եւ այլն, այդքան կարեւոր չեն։ Կարևորը այս մասում, որ այս երկու accept-ները մեծատար փոքրատար դասը անցանք, այսինքն ոչ մի կապ չունեն, սա abstract-այի տեխնոլոգիայից է, մյուսը ուղղակի ֆունկցիա, կարա լինի f1, f2, ուղղակի անգլերենին նմանացնելու համար կամ անգլերենացնելու համար, այստեղ ես այդպես եմ նշել, նորից ցույց տամ, այս accept-ը շատ կարևոր բան եմ ասում, հիմնային, որ հետագայում դուք եւս մի անգամ նայելով անպայման կոդը նայելով, ընդհանրապես հեշտ չի մի լսելով սովորելը, առանց պրակտիկայից փորձել չեք սովորի։ Այս accept-ը փոքրատար է, սակայն շատ կարևոր բան եմ ասում էլի, բոլորը շատ կարևոր դառա։ Մեր contract programming-ի մյուս accept-ը կա, ահա սա է։ Այո, ստացվեց, որ accept-ը մի հատ ինչ որ ֆունկցիա է, որը այցելություն կանի բոլոր ֆունկցիաները կիրառելու առումով, չմոռանանք, սա ջնջենք բոլորը, ահա, այցելություն կանի, այ քանի որ ես ունեմ array, for each-ը array-ից ամբողջությամբ կկատարի, կվերցնի կկատարի, սակայն dual dispatch-ը կաշխատի այս accept-ը, կգտնվի էլեմենտի accept-ն է, էլեմենտ կլասի, հայկական էլեմենտ կլասի accept-ն է։ Այսինքն ստացվեց, որ այս մի dispatch-ն էլ եղավ։ Այսինքն մենք ստացանք object ստրուկտուրայի միջոցով, հիմա կնայենք այստեղ, ու վերջ, տեսականը վերջացրել ենք։ Կարևոր չի այդքան, արդեն ծրագիր ինքը աշխատող կդառնա։ Ուրեմն object այստեղից dual dispatch-ի երկրորդը գալիս է մի հատ visitor, visitor-ից վազում է element։ Այսինքն object ստրուկտուրայից էլեմենտի abstract accept-ը հերթով իրականացնի, այսինքն abstract accept-ը այս collection-ում ով գրանցված է, այս collection-ը հերթով կատարի։ Դա կոչվում է մտնել այս երկրից այն երկիրը, մի հատ կլիկ անել, for each անել եւ ամբողջությամբ կարդալ։ Ստացվեց, որ մեզ մոտ ծրագիրը համարյա ասելու բան չկա։ Մնացած բացատրությունները տեսնենք, ուրեմն մենք որոշեցինք, որ accept-ը դա շատ լուրջ է այս վարքյանի համար եւս կրկնեմ, սա կապ չունի, սա գտնվում է այս յուրահատուկ կլասում, բայց ինքը for each-ով այս վեկտորից հերթով օպերացիաներ պետքա կիրառի։ Ուրեմն այդ օպերացիաները accept-ով, եթե մենք վազենք կամ գնանք, ուրեմն հասնենք այդ օպերացիաներին, կտեսնենք, որ այդպիսի բան կա, ուրա կլասը, class visitor, չէ, element, ահա, այ էլեմենտը ունի accept, այ էլեմենտը ունի գործողություն, override-ը եւ visitor-ի dual dispatch-ով մեզ է հասել։ Բարդ է, բան չունեմ ասել։ Բայց եւ այնպես մենք ոնց որ վերջացրեցինք։ Հիմա ծրագիրը աշխատացնեմ, ասենք ծրագրային մասով գրած է using array տեղը, collection-ի տեղը, երկու հատ կլիենտը էլեմենտի օբյեկտ է ստեղծում, այսա dispatch 1-ն է։ Եթե գծագրով նայենք, dispatch 1-ը, այսինքն միջանը այսա է, կլիենտը մեկի միջոցով միանգամից A էլեմենտի օբյեկտ է ստեղծում։ Շատ լավ։ Ստրուկտուրան երկրորդ dispatch-ն ենք ստեղծելու, object struct-ը մի ուրիշ մեծ բան է, որտեղ add կար, remove կար, եւ առավել եւս այդտեղ կալ այցելել եւ հերթով ստիպել կարդալ։ Այդ դրա միջոցով միջանկյալ ձևով գնում ենք adding ենք անում, դրա միջանկյալ մեթոդով գնում ենք էլի adding ենք անում եւ ամենակարևորը dual dispatch-ի երկրորդ dispatch-ն ենք պահում։ Այսինքն մենք accept սովորական ֆունկցիայի պարամետր ենք վերցնում visitor, օբյեկտ է ստանում, վազում է էլեմենտի մոտ եւ օպերացիաները կիրառում։ Աշխատացնենք։ Ուրեմն առաջի visitor-ը կանչեցինք, երկրորդ visitor-ը ըստեղ comment-ը արած իմաստ չունի, ամերիկան թող չայցելի, թող Ֆրանսիան դեր արժեի, այցելի կոնկրետ visitor 1 երկու օպերացիա կա մեջը։ Ոչ մի խնդիր, երկու օպերացիա, որտեղ մուտք եմ արել։ Մի օպերացիա չափել, մյուս օպերացիան ենթադրենք ջերմաստիճանները որոշել։ Ահա ստացվեց, որ երկուսը կա։ Հիմա մեր ծրագրում քանի որ remove կա,
Էլի dual dispatch, էլի ստրուկտուրայի միջոցով մի հատ remove կանենք, այդ accept-ը նորից կաշխատացնենք։ Կստացվի, որ հաջորդ իմ օրինակի հաջորդը remove-ը արել, դրա համար վիզիտորը մենակ B կլասն է։ Մյուս օպերացիան remove-ը արված, այսինքն ավելացնել նոր օպերացիաներ կամ ջնջել նոր օպերացիաներ կամ բոլորը կատարել։ Ավելացնել նոր օպերացիաներ տեխնոլոգիան հենց մեր տեսության գլխավորներից մեկն է, որը մենք հիմա կշարունակենք։ Ավելացնել օպերացիան չփոխելով տվյալ կլասի կառույցը, սա շատ լուրջ բան է, այսի, ասես վերցնենք, մաուսով գծեցի, որը որ մենք անցել ենք։ Մեր դասի վերջում, աչուկ հաջորդ этаպը ես ուզում եմ կապ հաստատեմ մեր մյուս գիտելիքների հետ։ Մենք ընդլայնված մեթոդ ենք անցել, դրա մասին արդեն խոսացի մի քիչ առաջ։ C# 1-ի OOP-ի կարող 55-րդ դասը չլինի, եթե 55-ն է, թիվը կարա չբռնի։ Մենք այդպիսի extension մեթոդ անցել ենք, եկեք extension մեթոդը հիմա կիրառենք։ Մեր extension մեթոդը նույն բանն է անում եւ ուրախ ենք իր համար, որ այդ նույն բանը մեզ չի խանգարի, այսինքն ունեմ A կլաս, սա մեր Armenian է, ոչ թե այս A-ն է, այսինքն դեռ մեզ մոտ էլեմենտ է, այստեղ գալիս է ինքը էլեմենտ։ Եթե տենց ցուցադրեմ, այստեղ կդառնա էլեմենտ։ Էլեմենտ։ Մեր այս էլեմենտ կլասի, ասենք, օբյեկտն է, ժառանգն է, տենց վերցնենք։ Երկրորդը, ով է arm կլասը։ Extension մեթոդներում մեզ մոտ սա visitor-ն է։ Ահա։ Visit։ Ահա նմանացնենք, ուղղակի նմանացնում եմ ուրիշ ոչ մի բան։ Քանի որ extension մեթոդի դաշ չի, ապա իմ A կլասը ուրեմն բացարձակ ոչինչ չի անում, բացի object կլասի toString-ը, equal-ը, այնտեղ բան կա, մի քանի կա, ասենք get type եւ այլն։ Ինքը ոչինչ չի անում մեր կողմից դրված, քանի որ object կլասի ժառանգա, նաև ունի լրելությամբ object կլասի անդամները այդպիսի դաս անցել ենք։ Ինչևիցե, using system-ան կարևոր չի, այս վարքյանին A օբյեկտը անում ենք, զարմանալի բան, օբյեկտ Armenia։ Armenia ստեղ չկա, դու որտեղից առաջացար։ Չպետք է աշխատեր սա։ Այսինքն մենք եթե այս վարքյանին այս կարգով մենք 5 դասն ենք կրկնում, նմանացնում ենք, ստացվում է, որ Armenian, եթե ես հանկարծ այս կլասը չունենամ, եւ թարգմանեմ, Armenia չունի, որտեղից թարգմանի։ Ինքը չի կարողանում։ Մեր օբյեկտը Armenia չունի, այստեղ public Armenia գրած չի, հետ տանք։ Extension մեթոդը ասում է, եթե դուք որևէ մի այլ տեղ, մի DLL-ով, անկախ իմ ծրագրային A կլասից, դուրս A կլասից, ես կգրեմ static class, ինչ որ անուն, իմ մոտ visitor դարձավ սա, նմանացնելու ենք։ Եվ առավել եւս, այնտեղ ավելացնենք մի extension մեթոդ։ Ուրեմն static class-ում extension մեթոդի իմաստը ISDIS-ն է, որը իրավունք չունի պարամետրում լինի։ Բացառություն է սա, դրա համար է extension դառնում։ Ինքը էլի դառնում է static, ասում է այս Armenia մեթոդը կհարստանա այս class-ում։ Եվ հիմա կաշխատի։ Ու իմ այս class-ը չունենալով write line ես A class-ում եմ բառը, կտեսնենք, որ աշխատեց։ Ասա extension մեթոդներն են։ Extension մեթոդը շատ լուրջ ինստրումենտ է, գործիք է update-ների համար, ամբողջ ծրագրերին ձեռք չտալու միայն մի հատվածը փոխելու համար, իրանք extension մեթոդներով են անում։ Իրանք ուղարկում են մեզ arm class-ը static, մենք update ենք անում, մնացածին ձեռք չենք տալի, հարստանում իր ամբողջ arm class-ն է ուղարկում, մեծ class-ը, այդպես վերցնենք։ Հիմա այս խնդիրը ինչպես կիրառենք visitor pattern-ով, որ իմաստ չունի, լսեք ինչքան մեծ է։ Ահա C#-ի .NET-ի առավելություններից մեկը էս փոքր ծրագրային հատվածը կատարում է նույնը, ինչ որ տանջանքի մի աշխարհ։ Խնդրեմ, այդ տանջանքի աշխարհը։ Copy paste կանենք։ Ctrl-I, Ctrl-B։ Ինչ ենք արել։ Վերցրել ենք abstract class visitor Armenia, սարքել ենք contract programming, arm-ը մեր են class-ն է, որը որ visitor դառավ, որը որ մեզ մոտ իր մեջ extension մեթոդ պահեց,
ինք override-ով այդ Armenian անում է եւ այդ նույն գործողությունը անում։ Այսինքն Armenia մեթոդը մենք ավելացրեցինք կոնտրակտով։ Էլեմենտը մեր սովորական, մեր վերևի A կլասն է, accept-ը ավելացրել, այո, ու էլեմենտը իրականացնում է visitor-ը օբյեկտով։ Ասելու բան չկա։ Object ստրուկտուրան ինչ անում։ Adding-ը անելու, հիմա մենք երևի չենք անի, չեմ հիշում, եւ accept-ը, որը collection-ի մեջ տեղադրած է մեր գործողություն։ Մեկը մեկի տեղափոխած է, ընդամենը ես իրեն կաշխատացնեմ, A կլասում ավելացրեցինք Armenia մեթոդը, այսինքն ստացվեց, որ եթե ամփոփենք ու դրանով վերջացնենք, այս մեծ ծրագիրը visitor pattern-ը նմանացրած է extension-ին, փորձեք դուք ես երկուսը տեսնել եւ բարձր ավելի խորը կհասկանաք ինչ է իրանից ներկայացնում visitor pattern-ը։ Չմոռանանք, որ C#.net-ը մեծ աշխատանքներ է կատարում, այսինքն մեծ գործողություններ է կատարում visitor pattern-ների մեծ մասը իր մոտ կիրառել, օրինակ visitor pattern-ը extension ընդլայնված մեթոդներով կիրառված է C#.net-ում։